Ողջույն բոլորին, ժողովուրդ, չեք պատկերացնի ինչ եմ պեղել։ Qwen Chat, Alibaba-ի կողմից ստեղծված արհեստական բանականություն, ովքեր չգիտեն, ասեմ իմանաք, Alibaba-ն ինքը չինական marketplace-ը, որտեղից կարող ես ձեռք բերել ամեն ինչ, բառեզբուն իմաստով, ամեն ինչ, չգիտեմ իրենք ինչի են որոշել ստեղծել այս արհեստական բանականության կայքը, բայց հիշում եք, ես պատմել էի DeepSeek-ի մասին, Instagram-ում post ունի արած, ChatGPT-ի մասին բոլորս գիտենք, այդ առաջինը, բայց ժողովուրդ, այստեղ այս արհեստական բանականությունը տրամադրում է բոլոր ChatGPT-ի ֆունկցիաները, որոնք վճարովի են, ինքը տրամադրում է անվճար, այսինքն պետք չի վճարել ChatGPT-ի համար, դուք պատկերացնում եք $20 խնայում եք։ Օրինակ, ինչն է այստեղ ձեռնտու։ Վիդեո ես կարող գեներացնես անվճար։ Եթե դու prompt-ը ճիշտ տաս, ինքը վիդեոն գեներացնում է, ես քիչ առաջ որոշել բան էի արել։ Ասել է, որ Արարատ լեռը գեներացնի ձմռանը, ինչ որ սերուն վիդեո տվեց։ Նկարների մասին լեռեմ, վարքյանական անում է, ու գիտեք ամենալավը, որ անսահմանափակ այս ամեն ինչը չկա կոնկրետ ինչ որ լիմիտ։ Web search-ի մասին դե լռեմ։ Օրինակ, who is Kim Kardashian? Դուք պատկերացնում եք, ինքը ոնց է աշխատում, ասենք, ահա, ինչ սիրուն ինտերֆեյս ունի, բայց եթե ես կարամ ընտրեմ սա, հա, կարամ delete անեմ, փաստորեն։ Կարճ կոնկրետ բերում է, հիմա ես երեք դնեմ max-ի վրա, չգիտեմ, փոխենք լեզուն գրեմ, դու հայերեն հասկանում ես, նու պարզաբար հասկանալու է, բայց տեսնենք էլ ինչ ասում էլի։ Okay, բայց ես web search-ը, ես հայերեն հասկանում եմ, դու ինչպես կարող եմ օգնել քեզ։ Ну, как бы հայերենի իմացությունը չի փայլում, այդ պարզ է։ Պատմիր մի բան։ Հայերեն լեզվով պահպանիր բոլոր քերականական և կետադրական պահերը։ Իմ արևին բան գրեցի, բայց okay։ Մի խոսքով նոր արհեստական բանականության կայք, ժողովուրդ։ Հայերեն շատ գեղեցիկ լեզու է, որը հարստացած է պատմական ու մշակութային ավանդույթներով։ Արագության մասին չեմ կարող ասեմ, ոնց է ինքը աշխատում ու ինչ արագություն ունի, բայց ինքը լրիվ ալտերնատիվան է ChatGPT-ի, վճարովի ալտերնատիվան է, այնպես որ օգտվեք ժողովուրդ, օգտվեք, այս web-ը չգիտեմ, ինչ չեմ կարող անջատեմ, ոնց անջատեմ սա, okay, ես է պիտի գլուխ անեմ, բայց ասի ձեզ ասեմ, որ իմանաք, թե ինչ եմ գտել։ Եկեք մի հատ էլ նկար գեներացնենք, for instance, I need a picture of cats with wings. Թե ինչի հենց էս, չգիտեմ, բայց եկեք նայենք, թե ինչ արդյունք է տալիս։ Այս պիտի էսպես լիներ։ Այստեղ կարող ենք ընտրենք իր նկարի չափսերը, ասենք, մեկը մեկի վրա, 3-ը 4-ի վրա, վիդեոյի պահով չեմ կարող ասեմ, վիդեոն սովորական ինչ-որ չափս է տալիս, եթե չեմ սխալվում, լրվեց, ինչու, okay, մենք սա pause կտանք հիմա, stop, okay, եկեք refresh անենք մի հատ, okay, եվս մեկ անգամ, սկսվում է այդ պրոցեսը ժողովուրդ, նայեք ինչ արագ է անում, 70-80, դուք մի հատ նայեք ասենք էլի, հա, միգուցե ռեալ
ինքը ինչ որ sense բնական տեսք չունի, բայց դե մի մոռացեք, որ սա արհեստական բանականություն է։ Եկեք չափսը փոխենք, դնենք I need a picture of a man with long hair. Չկա լիմիտ, ժողովուրդ, պատկերացնում եք, այն ինչ որ կա ChatGPT-ում, այստեղ լրիվ եմ որ okay, շատ լավ, ավելավա սա չանեի ես ժողովուրդ։ Այսպես, օգտագործեք, գրեք կարծիքները կոմենտներում, տեսնեմ ինչ եք մտածում սրա մասին։ Bye.